Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկային կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Արդեն իսկ առկա են կանխատեսումները հունիս ամսվա համար, եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր շուրջ 1 ժամանոց վիդեոն։ Եվ ամեն շաբաթ ես ներկայացնում նաև գալիք շաբաթվա կանխատեսումները, աստղացույց լուսնացույց, նաև կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար։ Այնպես որ անպայման դիտեք այս վիդեոն մինչև վերջ եւ բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Իսկ այժմ սիրելիներս ներկայացնեմ մայիսի վերջին շաբաթվա կանխատեսումները աստղացույց լուսնացույցը նախ, իսկ հետո կանխատեսումները նաև կենդանակերպերի համար։ Գնացինք, սիրելիներս, գիտեք, որ մայիսը բավականին բարդ ամիս է եւ ճակատագրական ամիս է շատ հարցերում եւ այս մայիսյան վերջին շաբաթը լինելու է վճռական եւ վճռաբեկ, այնպես որ եթե ինչ-որ կարևոր հարցեր կան, կարևոր խնդիրներ կան, անպայման հասցրեք, լուծեք այդ խնդիրները եւ հասցրեք ավարտին։ Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում մայիսի 26-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Մայիսի 26-ին, սիրելի բարեկամներ, լուսինը շարունակելու է իր ընթացքը ցուլ կենդանակերպով եւ գիշերը մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2:05 րոպե Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կկազմի Մարս մոլորակետ, որը շարունակում է գտնվել առյուծ կենդանակերպում 17 աստիճան առյուծում գտնվում է Մարսը եւ 17 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Իհարկե գիշերը բավականին լարված է, հնարավոր են ինչ-որ սրացումներ, այդ թվում ռազմաքաղաքական, հնարավոր է շատ մղձավանջային երազներ եւ այլն։ Ընդհանրապես մայիսի 26-ը մեզ մոտ բավականին լարված օր է լինելու երկուշաբթին, այնպես որ կարևոր գործեր մի նախաձեռնեք, նամանավանդ լուսինը արդեն այսպես վերջին այդ սև օրերն է լուսնի, երբ որ նա ավարտվում է լուսնային ամիսը եւ մայիսի 27-ին կունենանք մայիսյան նորալուսինը։ Մայիսի 26-ի 17:51 րոպեին Երևանի ժամանակով լուսինը կմիանա անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ Ուրանին 27 աստիճան ցուլ կենդանակերպում։ Նույնպես նշանակում է, որ օրվա ընթացքում հնարավոր են զանազան անկանխատեսելի զարգացումներ, հոսանքի տատանումներ, կապի անջատումներ եւ ընդհանրապես երևի թե դուք ֆիքսել եք մայիս ամսվա ընթացքում բավականին վատացել է կապերի որակը եւ հենց այն պատճառով որ նաեւ արեգակներ անցնում Ուրանի կողքով եւ այժմ նաեւ լուսինն է միանում Ուրանին, այնպես որ հնարավոր է անկանխատեսելի փոփոխություններ ծրագրերում մարդկանց եւ կարեւոր հանդիպումներ մայիսի 26-ին մի նշանակեք սիրելի բարեկամներ։ Մայիսի 26-ի Երևանի ժամանակով 21:21 րոպեին լուսինը մուտք կգործի երկվորյակների մեջ, իսկ 21:32 րոպեին արդեն վեցանկյուն կկազմի չարաբաստիկ Սատուրն մոլորակետ, որը արդեն իսկ մայիսի 25-ից մուտք է գործել Խոյ կենդանակերպ։ Մայիսի 27-ը մեզ մոտ բավականին բարենպաստ օր է, մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը 0:04 րոպեին լուսինը գեղեցիկ միություն կկազմի Մերկուրի հետ, կապի հեռահաղորդակցության մորակ Մերկուրին գտնվում է երկվորյակներում, 1 աստիճան երկվորյակներում գտնվում է Մերկուրին եւ լուսինը նույնպես 1 աստիճան երկվորյակներում 0:09 րոպե լուսինը նաեւ գեղեցիկ վեցանկյուն կկազմի Նեպտուն մորակետ եւ գիտեք որ Նեպտունը արդեն իսկ մարտի 30-ից գտնվում է Խոյ կենդանակերպում, իսկ լուսինը երկվորյակներում եւ բարենպաստ հարաբերակցություն է կազմում, այնպես որ մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հնարավոր են մարգարեական երազներ, անպայման հիշեք այդ գիշերվա երազները սիրելի բարեկամներ, իսկ 3:14 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի
ավերիչ պատերազմի մոլորակ Պլուտոնի հետ, որը որ արդեն գիտեք անցած տարվա նոյեմբերից գտնվում է ջրհոսում։ Իհարկե այս միությունները եւ հարաբերակցությունները բարձրագույն մոլորակների հետ հուշում են այն մասին, որ մայիսի վերջի շաբաթվա ընթացքում հնարավոր են ինչ-որ վճռաբեկ որոշումներ ռազմաքաղաքական ուժային կենտրոնների կողմից, պայմանավորվածություններ, այդ թվում նաև կուլիսային պայմանավորվածություններ, որովհետև լուսինը նաև Նեպտունի հետ է, այսպես Նեպտունը դա անորոշության, գաղտնիքների մոլորակ եւ լուսինը մտնում է փոխհարաբերության մեջ Նեպտունի հետ, իսկ այնուհետև նաև Պլուտոնի հետ, իհարկե հնարավոր է նաև ստվերային պայմանավորվածություններ, որոնց մասին մենք իմանանք ավելի ուշ։ Եվ վերջապես մայիսի 27-ի Երևանի ժամանակով 7:02 րոպեին կկայանա մայիսյան նորալուսինը 6 աստիճան երկվորյակներում եւ հանճարեղության աստիճանում։ Շատ բարենպաստ է, իհարկե ես շնորհավորում եմ նաև բոլոր երկվորյակներին, ովքեր ծնվել են մայիսի, այսպես վերջին օրերին 25, 27, 28, եթե դուք այդ ժամանակ եք ծնվել, այդ օրերին եք ծնվել, ուրեմն գալիք տարվա ընթացքում ձեզ սպասվում են դրական նոր զարգացումներ, դրական փոփոխություններ, նոր ինչ-որ իրադարձություններ կյանքում, նոր էներգիայով կլցվեք, որովհետև նորալուսինը դրական նոր էներգիա է լցնում մեր կյանք։ Եվ նամանավանդ եթե ձեր սոլարն է, այսինքն ծննդյան օր այդ պահին, երբ որ նորալուսին է, նաև դուք նշում եք ձեր տարեդարձը, արեգակնային վերադարձը կամ ուրեմն շատ բարենպաստ, այսինքն ամբողջ տարվա ընթացքում դրական նոր զարգացումներ են ձեզ սպասվում։ Եվ իհարկե կարող եք հատկապես բարենպաստ է կատարել հենց երկվորյակներին, ընդհանրապես բոլորին, բայց հատկապես երկվորյակներին, բոլորը այն արարողակարգերը, մախոսությունները, որոնք նորալուսնի համար են, դրա մասին դիտեք իմ երկրորդ YouTube-յան ալիքում, աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որի հղումը ես կներկայացնեմ այս վիդեոյի վերջում։ Բավականին ներդաշնակ է անցնելու մեզ մոտ նաև մայիսի 28-ը։ Գիշերը 3:34 րոպեին լուսինը 6-անկյուն կկազմի Մարս մոլորակի 18 աստիճան առյուծում գտնվում է Մարսը եւ լուսինը 18 աստիճան նույնպես երկվորյակներում է գտնվում։ Նույնպես երկվորյակներում է գտնվում։ Առյուծ եւ երկվորյակներ։ Իհարկե այս գեղեցիկ վեցանկյունը նշանակում է նոր էներգիա։ Ընդհանրապես Մարսի եւ Լուսնի դրական փոխհարաբերությունները տալիս են աշխուժություն եւ էներգիայի աճ, որը ցանկալի ինչ ֆիզիկական ակտիվությամբ, սպորտով, այսպես ասած, լիցքաթափելը, որը բարենպաստ է սպորտով եւ առհասարակ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար։ 7:21 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաև Վեներայի հետ, որը շարունակաբար գտնվում է Խոյ կենդանակերպում։ 21 աստիճան Խոյ կենդանակերպում գտնվում է Վեներան եւ 21 աստիճան երկվորյակներում գտնվում է լուսինը։ Իհարկե օրը բարենպաստ, ընդհանրապես մայիսի 28-ը բարենպաստ է միջանձնային հարաբերությունների կարգավորման, ամուսնության, նշանադրության համար։ Հաճախակի եք հարցնում, որ օրերն են բարենպաստ ամուսնությունների եւ նշանադրության համար, դիտեք այս վիդեոները, որպեսզի տեղեկանաք եւ իմանաք, որ օրերն են բարենպաստ։ Միջանձնային հարաբերությունների հաստատման համար ենթադրենք ցանկանում եք ծանոթանալ խնամիների հետ, չգիտեմ, ապագա հարսնացուի հետ, մայիսի 28-ը հիանալի օր է դրա համար, ինչու որտեվ նաև մայիսի 28-ին 17:00 րոպեին Երևանի ժամանակով լուսինը կմիանա Յուպիտեր մոլորակի հետ 27 աստիճան երկվորյակներում, որը իհարկե շատ լավ է ընդհարցակման համար, ընդլայնման համար, նոր ծրագրեր մշակելու, գործել չարժի մինչև երրորդ լուսնային օրը, որովհետև լուսինը դեռ շատ թույլ է նրա դրական նոր
այդպես ծնվող էներգետիկան, բայց ամեն դեպքում խոսել պետք է այդ ծրագրերի մասին, որ պայմանավորվել, մտածել արժի մայիսի 28-ին։ Եվ մայիսի 28-ին 21:32 րոպեին արդեն լուսինը մուտք կգործի Խեցգետին, իսկ 21:58 րոպեին քառակուսի կկազմի չարաբաստիկ սահմանափակումների մոլորակ Սատուրնի հետ։ 0 աստիճան Խոյ կենդանակերպում գտնվում է Սատուրնը եւ 0 աստիճան Խեցգետնում գտնվում է Լուսինը։ Իհարկե սա անբարենպաստ, այսինքն բոլոր դրական գործերը, հանդիպումները աշխատեք կազմակերպել մինչև երեկոյան ժամը 9 մայիսի 28-ին, տեվ Լուսնի եւ Սատուրնի քառակուսին կառաջացնի էմոցիոնալ լարվածություն եւ սառնություն եւ կխոչընդոտի այդ դրական շփումներին։ Մայիսի 29-ին Լուսինը շարունակելու է իր ընթացքը Խեցգետին կենդանակերպով, սիրելի բարեկամներ, եւ 0:30 րոպեին լարված քառակուսի կկազմի Նեպտուն մոլորակի հետ, որը Խոյ կենդանակերպի առաջին աստիճանում է գտնվում։ Դե սա նշանակում է, որ այդ գիշեր մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը հնարավոր են ինչ-որ մղձավանջային երազներ, ինֆորմացիայի տարածում հնարավոր է լինի, որը չի համապատասխանում իրականության, տեվ Նեպտուն այդ անորոշության, մշուշի, խապկանքի մոլորակ է։ Մայիսի 30-ին 20:50 րոպեին նույնպես բարենպաստ օր է, ընդհանուր առմամբ 20:50 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Ուրան մոլորակի հետ, 28 աստիճան ցուկ կենդանակերպում գտնվում է Ուրանը եւ 28 աստիճան Խեցգետնում գտնվում է Լուսինը։ Եվ ի վերջո մենք ունենք նույնպես բարեխառն օր, մայիսի վերջին օրը լինելու է մայիսի 31-ը, շատ ոչ միանշանակ զարգացումներով խտացված օր է լինելու։ Մի կողմից դրական զարգացումներ, դրական մորակային փոխհարաբերություններ է կազմում Լուսինը, բայց մյուս կողմից բավականին նաև լարված եւ բացասական։ Դե իհարկե օրվա ընթացքում եւ հատկապես օրվա երկրորդ կեսին ավելի կգերակշռեն դրական էներգիաները։ Մայիսի 31-ին 0:16 րոպեին արդեն Լուսինը կլքի Խեցգետինը, որը փափուկ ընտանեկան նշան է եւ մուտք կգործի մեծամիտ եւ այսպես ուշադրության կենտրոնում հայտնվել սիրող առյուծ կենդանակերպ։ Այստեղ նախ 0:59 րոպե Լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Սատուրն մոլորակի հետ, 3:31 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Նեպտունի հետ, այնպես որ ուշադիր հիշեք այդ երազները մայիսի 31-ին, այսպես դեպի առավոտ, հայ, որը որ դուք կտեսնեք, որտեղ հնարավոր է նրանք լինեն մարգարեական։ 6:43 րոպեին լարվածությունը սկսելու է աճել մայիսի 31-ին, որովհետև Լուսինը սկսում է դիմակայել չարաբաստիկ ավերիչ մոլորակ Պլուտոնին։ 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան առյուծում գտնվում է Լուսինը։ Իհարկե սա ռազմաքաղաքական լարվածություն է, անորոշություն է, ինչ որ հնարավոր է ռմբակոծություններ եւ այլն, այդ թեժ կետերի մասին է իհարկե խոսակցությունը։ Ամեն դեպքում Պլուտոնը վախի մոլորակ է, ժողովրդի ղեկավարը Լուսինն է եւ վախը, այսպես ժողովրդին վախացնելու որ միտումնավոր քայլեր են ձեռնարկվելու։ 18:45 րոպեին արդեն Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Արեգակի հետ, սիրելիներս, 10 աստիճան երկվորյակներում գտնվում է Արեգակը եւ 10 աստիճան առյուծում գտնվելու է Լուսինը, որ իհարկե բարենպաստ զարգացումներ կբերի։ Իսկ 21:31 րոպեին Լուսինը նաեւ գեղեցիկ վեցանկյուն կկազմի Մերկուրի մոլորակի հետ, կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին գտնվում է իր իսկ նշանում երկվորյակների 12-րդ աստիճանում եւ Լուսինը նույնպես 12 աստիճան առյուծում, որը շատ բարենպաստ է շփումների, կոնտակտների, ընդհանուր հայտարարի գալու համար։
Բարեխառն է անցնելու մեզ մոտ նաև հունիսի 1-ը 14-ից 30 րոպեին լուսինը կմիանա Մարս մոլորակի հետ 21 աստիճան առյուծում։ Իհարկե Մարսի եւ աճող լուսնի միությունը բարենպաստ է ֆիզիկական ակտիվության եւ նախաձեռնությունների համար զանազան։ Սպորտով զբաղվելու համար շատ пассив ապրելակերպ չարժի որդեգրել այդ օրը հունիսի 1-ին եւ 21-ից 51 րոպեին խիստ բարենպաստ է, որովհետեւ լուսինը գեղեցիկ եռանկյունի կձևավորի սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներայի հետ, որը գտնվում է 25 աստիճան խոյ կենթանակի, 25 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը։ Դա շատ բարենպաստ է կանանց հետ հարաբերություններ հաստատելու, սիրային ինչ-որ հանդիպումների համար, երեխաների հետ կապված ինչ-որ միջոցառումներ անցկացնելու համար, նամանավանդ որ երեխաների պաշտպանության օրն է հունիսի 1-ը։ Մի խոսքով շատ այսպես շաբաթվա ավարտը այնուամենայնիվ դրական դիեզերական տոնայնության մեջ է լինելու։ Այսքանը այն մասին ինչ է մեզ սպասվում մայիսի վերջին շաբաթվա ընթացքում, այսինքն մայիսի 26-ից հունիսի 1 ընկած ժամանակահատվածում։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ կենդանակերպերի կանխատեսումները մայիսի վերջին շաբաթվա համար, մայիսի 26-ից հունիսի 1-ը։ Ինչ է սպասվում կենդանակերպերին։ Սիրելի խոյեր, պատրաստ եք, սիրելի խոյեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Մայիսի 26-ից 28-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հնարավոր է հետաքրքիր հանդիպում կամ հետաքրքիր տեղեկատվություն կստանաք, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Մայիսի 28-ից 31-ը զբաղվելու եք ընտանիքի, տան, ծնողների հետ կապված հարցերով, նաև հնարավոր է փաստաթղթերի հարցերով եք զբաղվելու, ուրեմն անշարժ գույքի հետ կապված։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը զբաղվեք ձեր երեխաներով, հանգստով, ավելի բարենպաստ է հանգստի համար, հաճույքների համար, նաև բիզնեսի համար։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ նույնպես բարենպաստ է մայիսի վերջին շաբաթը։ Մայիսի 26-ից 28-ը ֆինանսական հաջողությունը թակելու է ձեր դուրը, սիրելի ցուլեր, գումար եք ստանալու։ 28-ից 31-ը կարճ ճանապարհ եք գնալու, կարևոր տեղեկատվություն եք ստանալու կամ ինչ-որ լավ լուր քույրերից եւ եղբայրներից։ Նաև բարենպաստ է շարժական գույք գնալու համար այդ օրերը 28-ից 31-ը։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի, երեխաների հետ կապված հարցերով եւ մի խոսքով բարեկարգելու եք ձեր բնակարանը, որը ցուլերը շատ են սիրում, ես գիտեմ։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս շատ բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 26-ից 28-ը բոլոր հարցերում հաջողությունը ուղեկցելու է ձեզ, ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտներում, եւ զբաղվեք նաեւ ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, սիրելի երկվորյակներ։ Մայիսի 28-ից 31-ը ֆինանսական հաջողություն է ձեզ ուղեկցելու, բարենպաստ է ֆինանսական գործունեության համար գումար եք ստանալու։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը կարճ ճանապարհ եք գնալու, շարժական ձեռք բերելու համար բարենպաստ է, լավ է շփվել, ինչ-որ ծրագրեր մշակել ձեր մոտակա բարեկամների, քույրերի եւ եղբայրների հետ։ Սիրելի խեցգետինիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ նույնպես բարենպաստ է մայիսի վերջին շաբաթը, մայիսի 26-ից 28-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվացումից, մայիսի 28-ից 31-ը հաջողությունը ուղեկցելու է ձեզ, սիրելի խեցգետիններ, բոլոր ոլորտներում անձնական, գործնական, կարգավորեք հարաբերությունները ձեր մտերիմների հետ եւ նոր ծրագրեր մշակեք։ Մայիսի 31-ից 1-ը բարենպաստ է ֆինանսական հաջողության համար, գումար եք ստանալու։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է մայիսի վերջին շաբաթը, մայիսի 26-ից 28-ը կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, մայիսի 28-ից 31-ը զգուշացեք
գաղտնի թշնամիներից, իսկ 31-ից մայիսի հունիսի 1-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով եւ գեղեցկությամբ, հմայքով, ընդգծեք ձեր այդ առնական, առյուծասիրտ արտաքին դրական ինչ որ բոլոր հարցերում հաջողություն ուղեկցելու է ձեզ սիրելի առյուծներ, սիրելի կույսիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարեխառն է լինելու գալիք շաբաթը, մայիսի 26-ից 28-ը կարևոր գործնական խնդիր եւ հարց է լուծվելու ձեզ համար սիրելի կույսեր, լինի դա պաշտոնի, աշխատանքի, պետական դրան հետ կապված, մայիսի 28-ից 31-ը կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, հնարավոր է լավ լուր ստանաք չափահաս երեխաներից ձեր Մայիսի 31-ից հունիսի 1-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվացումից եւ վատ լուրերից։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ շատ բարենպաստ է գալիք շաբաթը մայիսի 26-ից 28-ը արտասահմանից լուր եք ստանալու կամ նվեր, հնարավոր է նաեւ մեկնեք արտասահման։ Մայիսի 28-ից 31-ը կարևոր գործնական հարց է լուծվելու աշխատանքի, պաշտոնի պետական դրան հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված, մայիսի 31-ից հունիսի 1-ը շատ կարևոր ինչ-որ նպատակ երազանք է իրագործվելու ձեզ համար և կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները, սիրելի կարիճիկներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը, մայիսի 26-ից 28-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք, բայց բարենպաստ է ֆինանսական իմաստով, մեծ գումար հնարավոր է ստանաք։ Մայիսի 28-ից 31-ը լուրեր արտասահմանից, ինչ-որ կամ նվեր արտասահմանից Եվ մայիսի 31-ից հունիսի 1-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, սիրելի կարիճներ, կապված պաշտոնի հետ կամ աշխատանքի հետ, աշխատավարձի հետ, ընդհանրապես սոցիալական կարգավիճակի հետ, այն ինչ որ վաղուց ձեր մոտ պետական դրան հետ չէր ստացվում, ապա այդ հարցերը կլուծվեն։ Բարեխառն է մայիսի վերջին շաբաթը նաև աղեղնավորների համար, մայիսի 26-ից 28-ը սիրելի աղեղնավորներ, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ հարաբերությունների վատ թարացումից, որովհետև այդ բախումների հետևանքով հնարավոր են վերջնականորեն փչանան այդ հարաբերությունները, դու չկարողանաք վերականգնել։ Մայիսի 28-ից 31-ը էքստրեմալ իրավիճակներում կարող է հայտնվեք, զգուշ եղեք ճանապարհներին, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը լավ լուրեր արտասահմանից հնարավոր է մեկնեք նաև հանգստի։ Սիրելի այդ եղջյուրիկներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարեխառն է լինելու մայիսի վերջին շաբաթը։ Մայիսի 26-ից 28-ը կարևոր գործնական հարցերով եք զբաղվելու, աշխատանքի հետ կապված եւ առողջության հետ կապված խնդիրներ եք լուծելու։ Մայիսի 28-ից 31-ը Հնարավոր են բախումներ ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ, այնպես որ զգուշ եղեք սիրելի այդ եղջյուրներ։ Մայիսի 31-ից 1-ը զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, հատկապես ճանապարհներին զգուշ եղեք եւ նաեւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Ջրհոսների համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 26-ից 28-ը սիրո թեմաներով օրեր են, երեխաների հետ կապված հարցեր եք կարգավորելու, նաև բարենպաստ է բիզնեսի համար։ Մայիսի 28-ից 31-ը աշխատանքային հարցեր եք կարգավորելու, առօրյայի հետ կապված եւ նաև առողջության հետ կապված։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը սիրելի ջրհոսներ, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, հնարավոր է դժվար լինի տական վերականգնել հարաբերությունները, եթե փչացնեք դրանք։ Եվ ձկնիկներ, սիրելի ձկնիկներ, դե ձեզ համար շատ բարենպաստ ժամանակահատված է սկսվում, այնպես որ նախապատրաստվեք։ Մայիսի 26-ից 28-ը հիմնականում զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Մայիսի 28-ից 31-ը երեխաների հետ կապված հարցեր եք կարգավորելու, հանգստի համար բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Եվ մայիսի 31-ից հունիսի 1-ը գործնական հարցեր եք լուծելու աշխատանքի հետ կապված առօրյայի եւ նաև առողջության հետ կապված։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մայիսի վերջին շաբաթվա ընթացքում եւ հունիսի 1-ին։
Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, ինչ կցանկանայիք իմանալ նաեւ այս վիդեոներում, ինչպիսի տեղեկատվություն շաբաթական կանխատեսումների հետ կապված տեսություն կհանդիպենք։